դել եւ դասավորել պահարաններում։ Այսինքն անցնել մշտական բնակության ռեժիմի։ Հակառակ դեպքում, որ մեր տարածաշրջանում այդ վերադարձի օրակարգերի բաները այդ թափանիվը պատտեցինք, կներեք տարածաշրջանից մեծ կտորը ականջնա մնալու։ Ու այդ process-ի մեջ գիտենք սովորաբար ով է ամենաշատը դուժողը ելնում։ Այդտեղ մեծ հանելուկ եւ բան չկա։ Մեծ հանելուկ չկա։ Եվ այսօրը ես այսօրվա մասին այսօր չեմ խոսի, ես այսօրվա մասին կխոսեմ մի ամիս հետո։ Այսօրը շատ մեծ պատմական ձեռքբերում է։ Եվ այդ պատմական ձեռքբերումը չի կարելի զոհել էլի գերտերությունների շահերին, որոնց մասին երեք ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած պատմության գրքից ես մեջբերում, այդպիսի տասնյակ մեջբերումներ կա։ Գիտեք ինչ, այդ գիրքը կարդալիս, հատորյակները կարդալիս, ես տես տասնյակ տեղեր նշել եմ ու տեղեր կա, որ շատ մեծ ջանք եմ գործադրել ինձնից, որ էլի եթերում կամ տեսանյութ չանեմ կամ ուղիղ եթերում չկարդամ։ Շատ մեծ ջանքեր եմ գործադրել ամենատարբեր նկատառումներով, բայց այդ պետքա կարդացվի։ Այդ պատմությունը պետքա կարդացվի։ Մենք այն բացառիկ երկրներից ենք, որտեղ ամենաշատն է հղում արվում պատմությունը, ամենաշատը ով ասես հղում է անում պատմությանը։ Բայց թերևս ամենաքիչն է կարդացվել պատմությունը, որովհետև մենք պատմությունը գիտենք, բայց գիտենք նենց ոնց որ հաղորդումներում, հարցազրույցներում եւ այլն մատուցվել է մեզ։ Ընդ որում ասեմ, այդ հատորյակում էլ ես երեք շնորհակալություն հայտնեցի, այսօր էլ եմ շնորհակալություն հայտնում, այնտեղ կա հետևությունների կտորը, թե սա ինչ է նշանակում։ Այնտեղ կան որոշ բաներ, իմ կարծիքով սուբյեկտիվիզմներ, բայց դա էական չի։ Առնվազն գիտնականները իրանց գիտական բարեխղճությունը ցուցաբերել են, փաստը շարադրել են, հիմա հետևությունը 10-20 էջ փաստից հետո կեսեջ հետևությունը հիմա ընթերցող ինքը այդ հետևությունն արել, բայց որև մեկին չի պարտադրվում այդ հետևությունը։ Ընդ որում այդ հետևությունն էլ ինքը բանավեճ է, որը շատ կարևոր է, այդ հետևությունը ընդհակառակը շատ ինքը բանավեճ է հարուցում եւ հնարավորություն է տալիս խոսել այդ մասին։ Եվ ելի եմ ասում, շատ կարևոր է, որ մենք արձանագրենք, որ խաղաղությունը մենակ պայմանագիր չի, խաղաղությունը նաև հոգեվիճակ է։ Խաղաղությունը սոցիալ հոգեբանություն է։ Որովհետև մենք երբ որ հասկանանք, որ մենք էլ տեղ չունենք գնալու, մենք հասել ենք այնտեղ, որտեղ առաջիկա հարյուրամյակներում եւ հազարամյակներում այս պետության տարածքում մենք եւ մեր սերունդները ապրելու ենք, այ խաղաղությունը է դա։ Այդ պահին է գալու խաղաղություն։ Եվ այս սոցիալ հոգեբանությունն է, որ երաշխավորելու է խաղաղությունը։ Եվ այս է պատճառը, որ ես երեք ազգային ժողովի ամբիոնից ասացի, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է երաշխավորը խաղաղության։ Եվ այս ծրագիրը իհարկե ինքը մենք հիմա շատ նայում ենք անդադ տնտեսական բանի, քառակուսի մետրի, դրամի եւ այլնի, որը իհարկե շատ կարեւոր է։ Հանապազորյա խնդիրն է, որը մենք պետք է լուծենք, բայց շատ կարևոր է, որ այս հարցերի քաղաքական խորքը մենք հասկանանք եւ գիտակցենք։ Եվ լավ առիթ է սրա մասին խոսելու։ Խնդրեմ հարգելի գործընկերներ, եթե ունեք դիտարկումներ, համեցեք պարոն Մովսիսյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Պարոն